Երկու կառույց հստակ, պետական կառույցներ են հստակ իրենց կարծիքը, իրենց որոշումը արտահայտել են, ասել են, որ ապօրինի է։ Էլ չգիտենք ում դիմենք, որ մեզ ի պաշտպան կանգնեն ու վստահ մենք համոզված ենք, որ մենք դա չպիտի վճարենք։ Լուսինե Արզումանյանը բնակարան է գնել Կոմիտաս պարկ բնակելի համալիրում։ Հարևանների հետ 5 ամիս առաջ էին բողոքի ակցիայի դուրս եկել ու դժգոհել, որ կառուցապատողը խոստացված ժամկետում չի գազաֆիկացրել շենքը։ Իսկ հիմա արդեն գազը համալիր է հասել, բայց բնակարան չի մտնի, մինչև յուրաքանչյուր սեփականատեր 357,000 դրամ չվճարի կառուցապատողին։ Ու թեև մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել կառուցապատող Ord Development ընկերության նկատմամբ ու հայտարարել, որ համալիրի բնակարանները պետք է գազաֆիկացվեն, առանց կառուցապատողին լրացուցիչ վճարներ կատարելու բնակիչներն ասում են. Սակայն մեր կառուցապատողի վրա ոչինչ չի ազդում, ինքը շարունակում է նույն ձև պնդել, որ իրենց որոշումը չեն փոխելու, որ բնակիչները պետք է վճարեն այդ գումարը, նոր ստանան համաձայնագիրը եւ դիմեն գազի վարչություն։ Այսինքն եւ Քախշինի որոշումը իրանք ասին, որ ոչ մի հիմք չունի եւ այս հանձնաժողովի որոշումը կրկին շարունակում է ինքը իրանը պնդել։ Հիմա մենք սենց կանգնել ենք երկու քարի արանքն ենք մնացել, գազը քաշած է, բայց գազ չունես։ Բացի այն, որ բնակիչները մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով էին դիմել սպառողի օգնական հարթակի միջոցով, հանձնաժողովից ասում են, խնդրով զբաղվում են նաեւ սեփական նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի նախագահի խոսքով միջամտել են այն բանից հետո, երբ ամիսներ առաջ կառուցապատողը հայտարարել էր, թե 2023-ից հետո գազաֆիկացման թանկացման պատճառով չեն կարողացել գազը հասցնել համալիր։ Բայց անգամ եթե կառուցապատողը որոշի դատարանում վիճարկել հանձնաժողովի այս վարույթը, միևնույնն է, պետք է հրաժարվի գումարի պահանջից ու բնակարաններում գազ ունենալու համար անվճար տրամադրի մարդկանց այդ համաձայնագրերը։ Պայմանագրով գրած եղել որ պետք է գազաֆիկացվի։ Ուրեմն պետք է գազաֆիկացվեր։ Մեր հանձնարարությունը ավելի շատ վերաբերում է, որ դուք պետք է թույլտվությունը տաք, եթե այդպիսի պահանջ կա, ձեր համաձայնությունը տաք։ Եթե համաձայնությունը կամավոր չտաք, հարկադիր կարգով կտաք։ Այլ այդ հարկադիր կարգով տալու ընթացքում 2 միլիոն է կտուգանվեք։ Հանձնաժողովի վարույթն իրականացնելու համար կառուցապատող Ord Development ընկերությունը մի քանի օր ունի։ Թեև բնակիչները պնդում են, որ կառուցապատողն ասել է դատարան կդիմի, բայց չի կատարի այդ պահանջը, ընկերության փոխտնօրեն Արսեն Միրզոյանն Ազատությանն ասաց. Բարույթի շրջանակներում մեզ հրավիրել էին նիստին, ներկայացրել ենք իրավիճակը, բայց այնտեղ ավելի շատ մի քիչ ուրիշ հանգամանքներ էր ուսումնասիրվում։ Ինչ վերաբերում է այս վերջին գործընթացներին, այդ ֆինանսական մասով, այդ մասով բարույթի շրջանակներում մեր հետ միասին առնվազն ոչ մի բան չի քննարկվել ու որոշումը կայացվել է, մենք ծանոթ չենք եղել բնականաբար իրանց այդ դիրքորոշմանը, որովհետև չի քննարկվել նիստի օրը։ Համար հիմա մեր իրավական թիմը ուսումնասիրում է, որ հասկանանք հետագա քայլերը ոնց են իրականացվելու։ Նիստ եղել է, բայց բնականաբար նման բան չի ասվել, եւ մեր նիստերը, ինչպես գիտեք, արձանագրվում են, ձայնագրվում են եւ դրանք ըստ կողմի ցանկության կարող են տրամադրվել իրեն եւ իրենք լսել։ Կոմիտաս պարկի շահառուները հիմնականում պետական ու հանրային ծառայողներ են։ Ոմանք զգուշավոր էին, տեսախցիկի առաջ չխոսեցին, հարցազրույց տվեց նրանցից մեկը կադրում չերևալու պայմանով։ Բոլոր բնակիչներն հավատալով, որ պետությունը հովանավոր է տվյալ շինությանը, ձեռք են բերել բնակարաններ, բայց հիմա բոլոր իրեն ձեռքերը լվացել են ու ոչ ոք մեզ օգնության չի հասնում։ Եթե բնակիչները հենց այսօր գան եւ պահանջեն ներտնային գազաֆիկացման համար անհրաժեշտ համաձայնությունը, բայց հրաժարվեն վճարել այդ 357,000 դրամը, կտրամադրեք, հետաքրքրվեցինք կառուցապատող Ord Development ընկերության փոխտնօրենից։ Մեր հայտարարությունը ուժի մեջ է, քանի դեռ այս որոշման հետ կապված մեր գործողությունները չեն հստակեցվել։ Բոլոր հարցերը ցավոք սրտի դիտարկվում են միայն սպառողի կամ շահառուի շահերից բխելով։ Ցավոք սրտի ոչ ոք տնտեսվարողի եւ կառուցապատողի շահերի մասին չի խոսում եւ մենք ստիպված ենք մենակ պայքարել այդ ամեն ինչի համար, բայց դա առնվազն արդար չի, որովհետեւ այդ ոլորտի հայտ եկած նոր հանգամանքները բացարձակապես պայմանավորված չեն կառուցապատողի որևէ անգործությամբ կամ ինչ-որ մի բանով։ Բնակիչները հիշում են, թե ինչպես են նախորդ ձմեռ անցկացրել համալիրում առանց գազի եւ մտավախություն ունեն, որ նույն իրավիճակը կարող է կրկնվել նաեւ այս տարի։ Բոլոր խողովակները հերթով տրաքել էին, ջուրը լցվում էր տներ, ով էլ որ չէր բնակվում, յուրաքանչյուր օր աշխատանքից հետո գալիս էր, որ տեսներ հանկարծ ինչ-որ խնդիր չի առաջացել տան մեջ։ Ըստ կառուցապատողի այս պահին 800 սեփականատեր է ցանկանում գազ ունենալ։ Փաստորեն, եթե նրանցից յուրաքանչյուրը վճարի պահանջվող 357,000 դրամը,
կառուցապատողն ընդհանուր առմամբ կստանա 285 միլիոն 600 հազար դրամ, այսինքն մոտ $779,000։ Չեք կարողանալու հավաքել այդ գումարը, ավելին հավաքված գումարն է հետ եք տալու, եթե չէ, կամավոր կբռնագանձվի ձեզանից այդ գումարը հոգուտ քաղաքացու։ Հանձնաժողովը կառուցապատման ոլորտում վերահսկողությունն ուժեղացրել է վերջին 1 տարվա ընթացքում օրենսդրական փոփոխություններից հետո։ Շուկայի ուսումնասիրության ընթացքում արձանագրել են հիմնական խնդիրները՝ բնակարանների հանձնման ժամկետների ուշացումներ, ինչպես նաև պայմանագրերի եւ կառուցապատողների հրապարակային հայտարարությունների միջև անհամապատասխանություններ եւ այլն։ Բայց եթե կառուցապատողները արեցին խախտումներ ու այդ համագործակցային դաշտում չգտնվեցին, մենք անպայման կիրականացնենք մեր վարչարությունը ու այդպես հետևանքներով իր։ Կոմիտաս պարկի այս բնակիչները չգիտեն, ով կհաղթի այս պայքարում՝ պետական կառույցները, թե կառուցապատողը։ Նաև հարցնում են, իսկ ով է կառուցապատողին այսքան լայն հնարավորություններ տվել։ Եթե մեզ համար փորձեն խնդիրներ ստեղծել, մենք էլ ստիպված կլինենք պաշտպանվել եւ խնդիրներ ստեղծել իրենց համար։